Ես արդեն երկրորդ անգամն է իր հետևից, որ քաղաքացիական պայմանները լինելով իշխող ուժ, լինելով այս շենքի փաստացի իշխող սուբյեկտը եւ ղեկավարը փախչում է այստեղից։ Մեր բոլոր ընդդիմադիր ընկերներին շնորհավորում եմ այն փաստի հետ, որ փաստացի ժողովուրդ, մենք գրավել ենք այս դալիճը, այս դալիճի ազատագրել ենք։ Այո, գրավել ենք, ազատագրել ենք, փոքրամասնության իշխանությունը երկրորդ անգամ այստեղից փախչում է, թողնելով դալիճը մեզ։ Այդ որ թագավորը իր շենքը թողում է, թագավոր չի, չէ՞։ Հիմա անցնեմ ելույթից։ Ելույթս գրելու է զուտ իրավական բնույթ, որովհետև ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր փաստ։ Առաջինը, հիշում ենք բոլորս, որ Մայր Հայաստան եւ ազգային առաջընթաց խմբակցությունների, ընդդիմադիր խմբակցությունների ավականու անդամներին ապօրինաբար մանդատազրկեցին։ Այդ կապակցությամբ մենք դիմեցինք դատարան։ Այո, զարմանալու չէ, որ կրկին Մայր Հայաստանը դիմել է դատարան եւ կրկին դատարանում քաղաքացիական պայմանագիրը պարտվել է, ժողովուրդ ջան։ Սոնա Աղեկյանի մանդատազրկման որոշումը հավաքանու վարչական դատարանը ճանաչել է ոչ իրավազոր եւ անվավեր։ Նույնպես ինչպես կարմիր գծերի 13 անգամ թանկացումը։ Այսինքն, այս մարդիկ կարողանում են հաղթել միայն այն պարագայում, երբ որ իրենք ունեն մեծամասնություն, որով որ պարզապես օրենքը խախտելով, թվականակը պրիվիլեգիան ունենալով, առաջ են մղում իրենց բոլոր ապօրինի որոշումները եւ ամեն անգամ եւ այդ որոշումը մտնում է դատարան, դատարանում իրենք խայտարակվում են եւ պարտվում են։ Երկրորդ կարևոր բանը, ժողովուրդ ջան, ասեմ, տեսեք, գոյություն ունի իշխանություն եւ ընդդիմություն, գոյություն ունի գործող օրենսդրություն, որի շրջանակներում իշխանությունը անում է քայլեր, ընդդիմությունը նախաձեռնում է կոնտրքայլեր։ Մենք բոլորս հիշում ենք, երբ որ տրանսպորտի թանկացման որոշումը իրանք նախագիծը բերեցին, մենք բերեցին կոնտր նախագիծ։ Այդ նախագիծը մերժվեց, իրանք թանկացման նախագիծը անցավ, կրկին մեծամասնություն ունենալու պատճառով։ Դրանից հետո մենք օգտվեցինք օրենքով գոյություն ունեցող գործիքակազմից։ Հավաքեցինք 17000 ստորագրություն, որը օրենքով պահանջված թվի կրկնակին էր։ Որպեսզի այս անգամ նույն նախագիծը արդեն ոչ թե որպես Մայր Հայաստանի նախագիծ, այլ քաղաքացիական նախաձեռնություն, որի տակ կա 17000 Երևանում ընտրելու իրավունք ունեցող երևանցու ստորագրություն, որը որ մենք բերենք այստեղ, որը արդեն ցույց տանք, որ քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկում իր իսկ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը։ Այս մարդիկ փախան, նույնիսկ չմասնակցեցին նիստին։